Շնորհակալություն, պարոն նախարար, իրականում արդեն մեն հարցերը, որ ուզում էի տամ, մի մասը տրվեց, մի մասի հետ կապված էլ հետևյալ տպավորությունը կա։ Դուք ասում եք բացասական զարգացումներ են եղել, ԵԱՏՄ, ԵՄ, Ռուսաստանի Դաշնություն, սանկցիաներ, հակասանկցիաներ, եւ ներկայացնում եք, թե ինչ ազդեցություն է դա ունեցել։ Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են Հայաստանում այսօրվա եղած բացասական վիճակի համար, բացի իշխանություններից, բացի ձեզանից։ Եվ նոր էլ ասեցիք հավելյալ իմպուլս ենք հաղորդել, ձեր հաղորդած հավելյալ իմպուլսի արդյունքում տնտեսությունը 0.2%-ով է աճել։ Հիմա եկել եք բյուջեի կատարման զեկույցն եք ներկայացնում։ Կա ինչ-որ հաջողության պատմություն։ Մի բան ասեք, որ ասենք կարողացել եք փոխել։ Կամ մի հատ ուրիշ հարց կա կարևոր։ Այս կառավարությունը եկել է ստանձնել է նախորդ կառավարության ընդունած բյուջեն։ Մեծ հաշվով մեր համար տարբերություն չկա, իշխանությունը նույնն է, իշխանությունը չի փոխվել։ Դուք եք պատասխանատու։ Ինչ որ բան փոխել եք դրանից հետո, թե ոնց որ ընդունված է եղել, այդ ձևով կատարել եք։ Ինչ որ բան փոխվել է դրանից, ասենք նոր մարդիկ եկան, նոր կառավարություն է, նոր տեսլական ունի, կա ընդունած հին բյուջե, որի հետ ասենք դուք համաձայն չեք, չգիտեմ, կամ եթե համաձայն եք, ինչի եք դուք եկել, թող այդ հինը մնար։ Ուզում եմ հասկանամ, էլի նաև այստեղ քաղաքական բան կա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան։ Նախ ասեմ, որ այն ինչ որ ես ներկայացնում եմ 2016 թվականի կատարողականը, ես կարծում եմ, որ պարոն Մարուկյան, մենք ուղղակի փաստ ենք արձանագրում արտաքին զարգացումների մասով։ Մենք որևիցե մեկի վրա մեղ չենք գտնում, բայց պետք է իրատես լինենք։ Հնարավոր չի, որ աշխարհում դիտվի հումքային ապրանքների գների 3 անգամ անկում եւ քո արդյունաբերության մեջ կշիռ ունենա հանքահումքային ապրանքների արտադրությունը եւ արտահանման մեջ շուրջ 40% կշիռ ունենա եւ դա քեզ վրա չազդի։ Պետք է դա արձանագրենք, պետք է արձանագրենք։ Հնարավոր չի, որ քեզ մոտ 3 տարվա ընթացքում 40%-ի շրջանակներում անկում լինի տրանսֆերտների եւ դա քո վրա չազդի։ Պետք է դա արձանագրենք, պետք է արձանագրենք։ Հիմա մենք խոսում ենք ուղղակի թե որն էր ճիշտ արձագանքը այդ զարգացումների։ Կարծում եմ ճիշտ արձագանքը այն էր, որ դու ունենայիր հակացիկլիկ քաղաքականություն։ Կյանքում ես մի անգամ նշեցի դա, there is no free lunch in the life։ Ամերիկացիներն են ասում, որևիցե բան հենց այնպես չի լինում։ Ինչ որ մի բան, եթե ցանկանում ես գնես, պետք է մի բան դու դրա փոխարեն փոխհատուցես։ Հիմա եթե մենք կարող ենք առանց պարտքի աճելու այս ցնցմանը դիմակայել։ Դա տնտեսագիտական դոկտրինա է։ Հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնողականությունը դրսևորվում է դեֆիցիտով։ Երբ որ դու ծախսերը պահում ես նույն մակարդակի, նույնիսկ մի փոքր էլ ավել ես անում, ասեմ ավելին։ 2016 թվականին մենք ծրագրվածից ավել կապիտալ ծախսեր ենք արել։ Ինչի, որովհետև ավելի ուժեղացնենք 2017 թվականի հենքերը, տնտեսական աճի հենքերը, դրա համար 0.2% անկումից հետո ծրագրեցինք 3.2% տնտեսական աճ։ Հիմա դրականի մասով երկու մասի պետք է բաժանենք քաղաքականությունը։ Մեկը մակրո մակարդակում, մյուսը միկրո մակարդակում։ Միկրո մակարդակում, պարոն Մարուկյան, մենք ավելի մանրամասը ձեզ հետ կզրուցենք, որովհետև միկրո մակարդակում մենք պետք է խոսենք պետական ֆինանսների կառավարման արդյունավետության մասին եւ պետք է խոսենք հարկաբյուջետային կանոնների մասին, որը արդեն ներդրել ենք 2016 թվականի ընթացքում 13-13-ին որոշումով մենք նոր կանոններ դրեցինք, որը ի դեպ արժույթի միջազգային հիմնադրամում, երբ որ մեր ծրագիրն էին քննարկում, բոլոր տնօրենները շատ դրական են արձագանքել նոր կանոնների ներդրումը։ Ի դեպ ես ասեմ, որ սեպտեմբերին ամենայն հավանականությամբ մենք ավելի կբայելավենք այդ հարկաբյուջետային կանոնները։ Այսինքն տանում ենք նրան, որ հարկաբյուջետային քաղաքականությունը կամ ֆինանսների կառավարումը լինի կանոններով, որ անկախ նրանից, որ Վարդան Արամյանը կլինի, թե Էդմոն Մարուկյանը կլինի ֆինանսների նախարարը, ամեն ինչ լինի կանոններով։ Երկրորդը մակրո մակարդակում ինչ նոր փոփոխություն ենք իրականացրել։ Ես երկու բառով հպանցիկ ասեցի, դա միջնաժամկետ ծախսերի ծրագրում էական սկզբունքային այս շրջադարձային փոփոխությունն է, որ մենք իրականացրել ենք։ Այնպես ենք նախագծել, որպեսզի մեր սեփական եկամուտները ավելի բարձր լինեն, քան ընթացիկ ծախսերը, այսինքն ընթացիկ ծախսերի ավելի զսպված աճ ենք ունեցել, քան ես հետո կարձագանքեմ, եթե հարց ունեք։ Էդմոն Մարուկյան։ Պարոն Արամյան, ես հենց դրա մասին էի ուզում հասկանալ, այդ հարցն էի տալիս, որ ինչ եք փոխել, օրինակ ծախսեր են նախատեսել, ձեզանից առաջվա կառավարությունը, դուք եկել եք համաձայն չեք, ձևը փոխել եք։
Հիմա այդ ինչ եք փոխել, այդ էր հարցը եւ արտաքին ազդեցության հետ կապված դա արտաքին ազդեցություններն է, բայց թե մենք ինչ ենք արել, որ դրա հետ կապված այլ ոլորտներում, այլ ձևերով դրա դեմն առնենք, դա էլ խնդիր է։ Եվ ամերիկացիները բացի անվճար լանչի մասին նաև ասում են timing is everything։ Իսկ այս պարագայում այն ժամանակահատվածը, որ ձեր կառավարությունը ստանձնել է, շատ վատ ժամանակահատված է այդ խնդիրները լուծելու համար։ Հետևաբար պետք է իշխանապողություն լիներ անպայման, որպեսզի այս իրավիճակից դուրս գայինք, ապա այս ժամանակահատվածում, այս թայմինգի մեջ դուք չեք կարողանալու այս վիճակից երկիրը հանել։ Եվ ընդհանրապես ֆինանսների նախարարի հետ կապված ասեմ հետևյալը, սխալ է գնում քննարկումն ըստ էության, որտեղ ամբողջ կառավարության գործունեության մասին է։ Դուք տանում եք միայն ֆինանսական ոլորտի վրա, բայց ամբողջ կառավարության գործունեության գնահատականն է հիմա տրվում 1 տարվա կտրվածքով։ Դուք գիտեք դեֆլյատորը բանը, ինչ կապ ունի։ Պարոն Մարուկյան, ուրեմն ձեզ ասեմ, պետական ֆինանսների կառավարման գաղափարությունը դա միայն ֆինանսների նախարարության սեփականություն չէ, դա կառավարության սեփականություն է։ Եվ եթե կառավարությունը չընդուներ այդ կանոնները, ֆինանսների նախարարությունը միայնակ չէր կարողան։ Դա մենք թիմով ենք ընդունել այդ կանոնները։ Եվ դա կառավարության որոշումով է ամրագրվել։ Ինչ վերաբերվում է ձեր մյուս հարցին, ես շարունակեմ Ինչ ենք մենք արել, նորից եմ ուզում հակադարձ տեսանկյունից նայենք, եթե չանեինք դա, ինչ կլիներ։ Եվ այստեղ մենք ոչ այլ ինչ, քան դասագրքային ոսկյա կանոնին ենք հետևել։ Եթե կա արտաքին շոկ, որը քեզ համար տրված է, պարոն Մարուկյան, եւ դա քեզանից չի գալի, դու պարտադրված ես հաշվի նստել այդ բացասական զարգացումների հետ։ Որտեղ դու երբեք չես կարող ազդել միջազգային հումքային ապրանքների գների, ոչ է կարող ես Ռուսաստանի տնտեսության վրա ազդես։ Հետևաբար ճիշտ քաղաքականությունը այն է, որ դու ունենաս հակացիկլիկ հակաբյուջետային քաղաքական։ Դա ենք մենք իրականացրել։ Ապագայի մասով մենք ընթացիկ ծախսերը ավելի զուծ վարքագիծ ենք դրել, կապիտալ ծախսերը ավելի արագ ենք աճացնում, որպեսզի ուժեղացնենք տնտեսական հենքերը։